Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն։ Եվ հիմնական նպատակը, որպեսզի ընդդիմախոսներին լռեցնեն։ Մենք տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ կան, ինչքան սպանություններ կան մեր երկրում։ Տարեկան 7000 մարդու ձերբակալում են Հայաստանում։ Դա երկաթե մուրճ չի, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար, ուժային կառույցները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։ Բարև ձեզ, այսօր խոսելու եմ ազատության մասին։ Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները։ Եթե մենք համեմատենք 2018 թվականին եւ հիմա, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իմ կարծիքը նրանում է, որ մեր ամբողջ ուժային կառույցների պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների եւ մարդկանց դեմ, մինչեւ 2018 թվականը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչեւ այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։ Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ հակակոռուպցիոն պայքար է, կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ 2024 թվականին քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն։ Այսինքն ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե դու օրինակ ապրում ես Վայքում դու ակտիվ գործարար ես, բայց ունես հայացքներ ընդդիմադիր։ Մեկ էլ մի օր հայտնվում է մի քպական տեղում, ով 100% ինչ որ դիմելու է դատախազին եւ ասի, որ քո տարածքի այն 4 մետրը, որ դու ունեցել ես, ինչ որ խնդրեմ ունի եւ դրա վրա բացվի քրեական վարույթ։ Այսպիսի ձևաչափ ամբողջ Հայաստանում հարյուրավոր է, քրեական գործերը հարյուրավոր են եւ հիմնական նպատակը, որպեսզի ընդդիմախոսներին լռեցնեն։ Բազում են դեպքեր այս վերջի ժամանակները, երբ մենք տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ կան, ինչքան սպանություններ կան մեր երկրում եւ հիմնական պատճառը ուժային կառույցների չզբաղվելն այդ գործերով, այլ նրանք զբաղվում են օրինակ Էջմիածնի ընտրություններով։ Մյուս բանը բերթերի եւ կալանավորված մարդկանց վիճակն է եւ նաեւ ձերբակալվածների։ Վերջի 7 տարում ձերբակալվածների թիվը մեր երկրում աճել է 7 անգամ։ Տարեկան 7000 մարդու ձերբակալում են Հայաստանում։ Իսկ 2018 թվականին իրենց առաջի տամ ընդամենը 900 հոգի ձերբակալվել։ Մեզ ցույց են տալիս երկաթե մանդատ։ Անկամ աշխատանքային ժամին աշխատանքային նկար են գցում երկաթե մուրճը նկարի մեջ։ Դա երկաթե մուրճ չի, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար եւ եթե մենք եւս 5 տարի այս մարդուն պահենք, ինձ թվում է տասնյակ հազարավոր նոր մեր հայրենակիցներ իրեն ձեռքին ունենալու են այդ ձեռնաշղթաները։ Վստահեցնում ենք ձեզ, որ հավասարակշռված կառավարությունը իր հիմնական գործունեությունը, հիմնական աշխատանքը տանելու է ազատություն ապահովելու վրա, օրինականություն ապահովելու վրա, ուժային կառույցները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ եւ կզբաղվեն։ Շնորհակալ եմ։